Իսրայելն ու Իրանը շարունակում են ռմբահարումները, Իսրայելը պնդում է Լարիջանին սպանվել է, Իրանը հրապարակում Լարիջանիի գրառումը X-ում։ Մերձավոր Արևելքում պատերազմի ազդեցությունը մեր տնտեսության վրա գնաճն արագացել է 4.3%-ով։ Արցախը մարսելուց հետո Ալիևի ախորժակն ավելի է բացվել, արևմտյան Ադրբեջան խոսույթը չի իջնում ադրբեջանական լրատվամիջոցների գլխագրերից։ Որն է պատճառը, որ Հայաստանից չեն թռչում լուսին, Փաշինյանը հանրային ոլորտի կառավարումը որակյալ դարձնելու անհրաժեշտության մասին։ Եվրամիությունը հիբրիդային արագարձագանքման թիմ կուղարկի Հայաստան հակազդելու սպառնալիքներին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Կալասի հայտարարությունը։ Ուր ենք հասել կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթացից հետո լճացում, ապա հովանավորչության օրինակներ պետական համակարգում, համաշխարհային սանդղակում 65-րդն ենք։ 16 միլիոն դրամ աջակցություն սահմանամերձ բնակավայրերում 1400-ից ավելի տուն կառուցելու համար կառավարության ծրագիրը բացված է։ Երևանի կեղտոտ օդը օնկոլոգիական հիվանդությունների պատճառ, մասնագետների ահազանգը։ Դաժան ծեծի հետևանքով 1 տարեկան երեխան շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանությունը պարզել է երեխային դիտավորյալ են ծեծել։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Պատերազմի բովում եռացող մերձավոր արևելյան տարածաշրջանից ստացված այսօրվա թիվ 1 լուրը Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանիի սպանության մասին տեղեկությունն էր, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը տարածեց։ Ավելի ուշ վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, թե առավոտյան վերացրել են Լարիջանիին, նրա հետ միասին նաև Բասիջի հրամանատար Ղուլամ Ռեզա Սոլեյմանիին։ Իրանական կողմը չի հաստատել այս տեղեկությունները, այլ հրապարակել է Լարիջանիի գրառումը X-ում, որով նավթավակցել է իրանցի ծովայիններին։ Մերձավոր արևելյան զարգացումներին հետևել է Նաիրի Մուրադյանը։ Իսրայելական լրատվամիջոցները լուր տարածեցին, թե Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եղել է Իրանի դեմ իսրայելական հարվածների թիրախը։ Իրանական կողմը սակայն ոչ թե հաստատեց լուրը, այլ տեղեկություն տարածեց, որ հենց ինքը Լարիջանին նույն օրը X-ում հրապարակել է իրանցի ծովայինների մահվան մասին ցավակցագիր։ Լարիջանին որպես իրանցի ազդեցիկ պաշտոնյա անցած տարվա օգոստոսին է նշանակվել ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Երկուշաբթի երեկոյան Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը միաժամանակյա հարվածների ալիք է իրականացրել Թեհրան, Շիրազ եւ Թավրիզ քաղաքների ուղղությամբ։ Reuters գործակալությունը հայտնեց, որ անօդաչու թռչող սարքերը եւ հրթիռները հարվածել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը։ Իրաքի անվտանգության ուժերը տեղակայված են մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ փակել են Բաղդադի կառավարական շենքերն ու դիվանագիտական առաքելությունները, նաեւ ԱՄՆ դեսպանատունը։ Միևնույն ժամանակ Իրաքի նավթի նախարար Հայան Աբդել Ղանին հայտնել է, թե շփումներ են հաստատել Իրանի հետ իրաքյան նավթ տեղափոխող մի շարք տանկերների անցման թույլտվություն ստանալու նպատակով։ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Իրաքում նավթի արդյունահանումը օրական 4.5 միլիոն բարելից նվազել է մինչև 1 միլիոն 200,000։ Իրաքը կապի մեջ է Իրանի հետ, որպեսզի թույլտվություն ստանա Հորմուզի նեղուցով իրաքյան նավթով բեռնված տանկերների անցման համար։ Հորմուզում լարված իրավիճակի ֆոնին Թրամփը հայտարարել է, թե Վաշինգտոնին իրանական նավթ պետք չէ։ Ըստ ԱՄՆ նախագահի իրենք բավականին շատ նավթ ունեն։ Թրամփը հայտնել է, թե նավթի գները կտրուկ կընկնեն, երբ Իրանի դեմ գործողությունը ավարտվի, եւ դա ըստ Թրամփի տեղի կունենա բավականին արագ։ Մենք ավելի քան 2 անգամ շատ նավթ ենք արտադրում։ Իրանի զինված ուժերի մամուլի խոսնակը հայտնել է, որ Իրանը ավերիչ հարվածներ է հասցնում Ամերիկային եւ Իսրայելին։ Մենք զգուշացնում ենք, որ եթե հանցավոր Ամերիկան հարձակվի եւ ոտնձգություն կատարի Խարկ կղզու, դրա օբյեկտների եւ նավթային տերմինալի վրա, մենք մոխրակույտի կվերածենք ագրեսոր երկրի բոլոր նավթագազային օբյեկտները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հերքել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ վերսկսված շփումների մասին տեղեկությունները։ Նա պնդել է, որ ամերիկյան կողմի հետ վերջին զրույցը տեղի ունեցել ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, եւ բանակցությունների վերաբերյալ ներկայիս տեղեկությունները նպատակ ունեն մոլորեցնել նավթի գնորդներին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ թեև ԱՄՆ-ն եւ Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերականգնմանը, Թեհրանը սակայն պատրաստ է կուլիսային շփումների։ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու նպատակով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ փորձերը դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Գերմանիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի առաջնորդները բացառել են տարածաշրջան ռազմածովային ուժերի նավեր ուղարկելու հնարավորությունը։
Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցմանը, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ցանքսի շրջանում եւ պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո ազոտական հավելումների գներն աճել են 30%-ով։ Սահմանափակումներն առաջին հերթին հարվածել են Հնդկաստանին։ Հայաստանի կառավարության անդամները հստակ ցուցանիշներ չունեն, թե Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում քանի իրանահայ է եկել Հայաստան, սակայն նշվում է, որ Իրանում պատերազմական իրավիճակով պայմանավորված դեպի Հայաստան իրանահայերի արտառոց հոսք չկա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Իրանական զինուժը գրոհել է թիրախներ Իսրայելի մի շարք քաղաքներում, ինչպես նաև ամերիկյան մի քանի բազաներ Մերձավոր Արևելքում, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Իրականացվել է ճշմարիտ խոստում 4 գործողության 58-րդ ալիքը օկուպացված տարածքների հյուսիսային և կենտրոնական հատվածների թիրախների դեմ, Թել Ավիվում, Արևմտյան Երուսաղեմում, ինչպես նաև ամերիկյան բանակի բազաների դեմ։ Կորպուսը հստակեցրել է, որ գրոհել է Իրաքում գտնվող Վիկտորիա բազան, Քուվեյթում Ալի Աս Սալեմը, Սաուդյան Արաբիայում Ալ-Խարջ ավիաբազան, ինչպես նաև Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի թիրախները։ Հարվածներ հասցնելու համար, ինչպես նշել են իրանցի զինվորականները, օգտագործել են գերծանր հրթիռներ 2 տոննանոց մարտագլխիկով։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի դեսանտային հարձակողական նավը, որը ենթադրաբար տեղափոխում է ծովային հետևակի ստորաբաժանումներ, ուղևորվում է դեպի Մերձավոր Արևելք Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին, գրում է CNN-ը, հղումանելով նավերի տեղակայման ծրագրերի մոտ կանգնած աղբյուրներին։ Խոսքը 31-րդ ծովային հետևակի արշավախմբի մասին է, որի անձնակազմը բաղկացած է մոտավորապես 2200 հոգուց։ Աղբյուրները պնդում են, որ Պենտագոնը հրամայել է տեղակայել դեսանտային այս նավը, սակայն դրա կոնկրետ գտնվելու վայրը և առաքելությունները պաշտոնապես չեն հրապարակվել։ ՌԻԱ Նովոստիի հարցմանն ի պատասխան Պենտագոնը հրաժարվել է հաստատել այս տեղեկությունը։ Միացյալ Նահանգների ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել Իրանի դեմ մղվող պատերազմի պատճառով, հայտարարելով, որ Իրանը անմիջական սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների անվտանգությանը։ Նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում, որը հրապարակվել է X-ում, Քենթը գրել է, թե իր խիղճը թույլ չի տալիս իրեն սատարել Իրանում շարունակվող պատերազմին։ Քենթի գրառման համաձայն Իրանը ամերիկյան ազգի համար մոտալուտ սպառնալիք չէր ներկայացնում եւ ակնհայտ է, որ այդ պատերազմը սկսել են Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբիի ճնշման ներքո։ Իրանում Միացյալ Նահանգների և Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված անձանց մահապատիժ է սպառնում, զգուշացրել է Իսլամական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, նշել, որ դատական հրաման է արձակվել Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ համագործակցած որոշ անձանց հետ կապված գույքի բռնագրավման և սառեցման մասին։ Նախատեսված մյուս պատիժը մահապատիժն է։ Հիշեցնեմ, որ ըստ Իրանի ոստիկանապետի փետրվարի 28-ից ի վեր ձերբակալվել է 500 հոգի թշնամու հետ համագործակցության կասկածանքով։ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու միջոցներն են քննարկել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույցում։ Ըստ թուրքական մամուլի Ֆիդան ուշադրություն է հրավիրել այն ռիսկերի վրա, որոնք հակամարտությունների շարունակումը ստեղծում է ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ միջազգային կարգի համար։ Փաշինյանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել Երևանում, կառավարությունից հայտնել են, որ քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Մերձավոր Արևելքում պատերազմն ինչպես կանդրադառնա մեր տնտեսության վրա, 2026-ի առաջին ամիսներին Հայաստանում գնաճը արագացել է հասնելով 4.3%-ի, 12 ամսյա գնաճը հասել է 4.7%-ի։ Մակրոտնտեսական այս և մի շարք այլ ցուցանիշներ հաշվի առնելով Կենտրոնական բանկը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ 6.5%-ի սահմանում։ Մյուս կողմից Հայաստանի գլխավոր դրամատունը ֆիքսել է, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող պրոցեսները համաշխարհային մակարդակում կարող են հանգեցնել գնաճի և տնտեսության դանդաղման, որն էլ իր հերթին բացասական ազդեցություն է ունենալու մեր տնտեսության վրա։ Մասնավորապես հայկական ընկերությունները առաջիկայում կարող են Մերձավոր Արևելքի շուկաներում հայկական ապրանքների իրացման հետ խնդիրներ ունենալ։ Նաև հնարավոր է առաջանան լոգիստիկ խնդիրներ, քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստան ներմուծման և այստեղից արտահանման լոգիստիկ հաբ է համարվում։ Մենք փորձել ենք գնահատել, թե Մերձավոր Արևելքի հակամարտության սրման
արդյունքում ինչ հնարավոր ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում գնաճի վրա, դա նավթի գնի ավելացումն է, ներմուծման այլ ընտրանքային ճանապարհների օգտագործման արդյունքում գնի որոշակի աճը եւ Իրանից ներմուծվող պարենային ապրանքների որոշակի փոխարինումը։ Սա ռիսկերի տիրույթում է, այսինքն մենք չենք ասում, որ սա տեղի ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7%։ Հայաստանին բենզին և նավթ առաջարկող խաղաղասեր ձևացող Ալիևը շարունակում է հսկայական ռեսուրսներ ծախսել արևմտյան Ադրբեջան ծավալապաշտական իր ծրագիրը առաջ մղելու համար։ Օր չկա, որ ադրբեջանական մամուլում արևմտյան Ադրբեջան վերադարձի թեմայով հրապարակումներ չլինեն։ Փորձագետների կարծիքով Ալիևը արտաքին լսարանին խաղաղասիրական հայտարարություններով է սնում, իսկ երկրի ներսում շարունակում հայատյաց քաղաքականությունը նոր Ռամիլ Սաֆարովներ ծնելու նպատակով։ 15 օրվա ընթացքում ճիշտ 15 հրապարակում Հայաստանի մասին մեր երկիրն անվանելով այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողությամբ գործող Ազերթաչ լրատվական գործակալությունը կես ամսվա ընթացքում օրական գոնե 1 նյութ Հայաստանի մասին պարտադիր պատրաստել ու հրապարակել է, ձևակերպումների հարցում առաջնորդվելով Բաքվի բռնապետի նախասիրություններով։ Ահա ամենաթարմը հենց այսօր տպագրած Ադրբեջանի պետկառավարման ակադեմիան սեմինար է անցկացրել ուսանողներին, մեջբերում եմ մանրամասն բացատրելու համար Ադրբեջանում եւ տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարական հիմքերը եւ պատմաքաղաքական համատեքստը։ Սա ուղիղ ցուցիչ է, որ ադրբեջանական կողմը իր ծավալապաշտական նկրտումներից եւ օրակարգից իրենց առավելապաշտական ծրագրերը չեն հանել, իսկ դա ուղիղ ցուցիչ է մեզ, որ մենք վտանգված ենք որպես պետություն։ Դա խոսում է նրա մասին, որ այսպես կոչված հաղթանակից հետո, Արցախը մարսելուց հետո, հիմա ադրբեջանական ծրագրերի մեջ է մտնում Հայաստանը ներկայացնել որպես պատմական Ադրբեջանի տարածք եւ դրա հիման վրա դերևս որպես մշակութային ժառանգության վերականգնման ընձեռման հնարավորություն դիտարկում են արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին իրենց այդ ակնարկները։ Սա այն դեպքում, երբ հայկական կողմը խաղաղության բանակցություններից հանել է արցախցիների վերադարձի հարցը, հստակ թվերով միլիմետրի ճշտությամբ ճանաչել Ադրբեջանի տարածքը։ Ընդ որում ադրբեջանագետը հիշեցնում է Ալիևը այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզն օրակարգ բերեց հենց դրանից հետո, կոնկրետ 2022-ի Պրահյան հանդիպումից հետո, երբ վարչապետ Փաշինյանն ուղիղ ձևակերպեց, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Իրականում խնդիրը միայն քարոզչական կամ քաղաքական հայտարարությունները չեն, այլ խնդիր այն խորքային ծրագիրն է, որը ընթանում է Ադրբեջանում։ Տեսնում եմ, թե ինչքան, որքան շատ պետական ռեսուրս է դրվում այս գործին եւ շատ բարձր տրամաբանական հարց պետք է ինքներս մեզ տանք։ Եթե Ադրբեջանը չունի Հայաստանի հետ կապված որևէ տարածքային նկրտում, հետագայում պատերազմ սանձազերծելու մտադրություն կամ Հայաստանի տարածքների նկատմամբ որևէ ագրեսիվ քայլեր ձեռնարկելու ցանկություն, ապա ինչու է այսքան շատ պետական ռեսուրս դրվում այս վտանգավոր եւ պատմական հենքից զուրկ թեզի հայեցակարգի սպասարկմանը։ Հենց այսօրվա հրապարակման Ադրբեջանի պետական կառավարման ակադեմիայում անցկացված սեմինարի մասին։ Դրանք ներառում են հենց երիտասարդներին։ Սա օրինակ իմ կարծիքով ամենաանհանգստացնող հատվածն է այս ամենում։ Մասնագետն ասում է այս սեմինարների, քննարկումների, կոնֆերանսների ու մրցույթների անվան տակ պատմակեղծարարության շոուն է, որ սկսում են դեռ դպրոցից, աշխարհագրական ու պատմաքաղաքական որևէ հիմնավորում չունեցող թեզերը մտցնելով ադրբեջանցիների գլուխները։ Ահա օրինակ այս մեկը, թե իբր հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ասենք հարևան պետությունը քո երկրի տարածքը համարում է իր պատմական հողը եւ ակտիվ քարոզչություն է իրականացնում, որ դու իրեն ցեղասպանել ես։ Դա կարող է հանգեցնել Ռամիլ Սաֆարովների նման կերպարների հայտ գալուն։ Որևէ կերպ այդ քարոզչությունը, որը ընթանում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում եւ որը բոլորը փորձում են կապել բացառապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության արկայության հետ, չի դադարեցվում։ Հիմա արդեն հավակնությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ է։ Տարածաշրջանը խառն է, հարևան Իրանի դեմ պատերազմ է ընթանում, հայաստանյան իշխանությունները հպարտանում են, որ բախումներից հեռու ենք մնացել, Ադրբեջանի հետ սահմանը խաղաղ է, բայց որքան արդարացված է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվը խաղաղության դարաշրջանում, միջազգայնագետի խոսքով երկու իրականություն է, մեկը հայտարարություններով, մյուսը հողի վրա։ Սա խաղաղության ոգուն համահունչ չէ։ Իդեպ մեր սահմանադրության հետ օր ու գիշեր կռիվ է տալիս Ալիևը, պահանջում, որ մայր օրենքի նախաբանից հանենք անկախության
կառավարության հռչակագրի հղումը, հիմնավորելով, թե սա տարածքային պահանջ է իրենց նկատմամբ, մինչդեռ հենց Ադրբեջանի սահմանադրությունը հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի նկատմամբ։ Սյունիքից Շիրակ, Վայոց ձորից Տավուշ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Որն է պատճառը, որ Հայաստանից չեն թռչում լուսին, Փաշինյանը հանրային ոլորտի կառավարումը որակյալ դարձնելու անհրաժեշտության մասին։ Եվրամիությունը հիբրիդային արագ թիմ կուղարկի Հայաստան հակազդելու սպառնալիքներին խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Կալասի հայտարարությունը։ Ուր ենք հասել կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթացից հետո լճացում, ապա հովանավորչության օրինակներ պետական համակարգում, համաշխարհային սանդղակում 65-րդն ենք։ 16 միլիոն դրամ աջակցություն սահմանամերձ բնակավայրերում 1400-ից ավելի տուն կառուցելու համար կառավարության ծրագիրը բացված է։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ռուսաստանի Դաշնության դեմ Եվրամիության 20-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունումը, ինչպես նաև Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի հաստատումը դեռևս քննարկման փուլում են, հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոնը։ Մենք պատժամիջոցների վերաբերյալ նորություններ չունենք, սակայն աշխատում ենք այս հարցի շուրջ, որը քննարկում ենք Եվրամիության խորհրդի հետ 20-րդ պատժամիջոցների փաթեթի հաստատումը ապահովելու նպատակով, իսկ Ուկրաինային տրամադրվող վարկի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ Եվրահանձնաժողովի խոսնակի հայտարարությունները փոխանցում է Ինտերֆաքսը։ Եվրոպան մոտենում է այն կետին, երբ անհրաժեշտ կլինի բացել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության ուղիներ, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նախագահը կարծում է, որ դա պետք է արվի համակարգված ձևով, այլ ոչ թե առանձին, ինչպես անում են Հունգարիայի և Սլովակիայի առաջնորդները։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ էր հայտարարել, որ որոշում է կայացվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ ուղիղ հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին։ Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան օգնելու հակազդել սպառնալիքներին, որոնք սպասվում են երկրում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոստն էր հայտարարել, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին ընտրություններին ընդառաջ իբր սպասվող հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Հետևելով Հայաստանի խնդրանքին, Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կտեղակայի Հայաստանում օգնելու հակազդել սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպասվող սպառնալիքներին։ Մեր հարևանությամբ ժողովրդավարության դիմադրողականությանն աջակցելը շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա։ Կառավարությունը ֆինանսավորելու է նոր առնվազն 1417 տան կառուցում մի շարք սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում։ 16 միլիոն դրամ աջակցությամբ բնակարանային ծրագիրը Փաշինյանը քննարկել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ։ Ծրագիրը նախատեսված է 3 խումբ շահառուների համար։ Առաջին խումբը մոտ 400 շահառուներ են, որոնք նախկինում չեն հասցրել օգտվել ծրագրից։ Սահմանվել են 774 նոր քվոտաներ նաև այն բնակավայրերի համար, որտեղ բնակչության թվի համամասնության 10%-ից քիչ տներ են կառուցվել։ Նախատեսվում է, որ ամուսիններից առնվազն մեկը պետք է վերջին 12 ամիսներին հաշվառված լինի տվյալ բնակավայրում։ 16 միլիոն դրամի ծրագիրը կվերաբացվի նաև այն բնակավայրերում, որտեղ 300 դպրոց ծրագրով կառուցված կան կամ կառուցվող դպրոցները ունեն աշակերտների համալրվածության խնդիր, խոսքը 243 քվոտայի մասին է։ Ծրագրի հիմնական պայմաններից բացի ընտանիքը պետք է ունենա նաև առնվազն 1-10 տարին չլրացած երեխա։ Ովքեր սահմանամերձ բնակավայրերում հասցրել էին մինչև ծրագրի ավարտը, որ 2025 թվականի մայիսի 1-ը ունենալ շինթույլտվություն, այսինքն հողամաս եւ այլն նախորդ շրջանում ամբողջը անել եւ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ հող ձեռք բերել եւ սեփականության գրանցում իրականացնել նախապատրաստվելու համար այս ծրագրին։ Հիմա ձեզ համար այդ ծրագիրը բացվում է եւ հիմա սեզոնն էլ հետն է բացվում շինարարության, հիմա կոչ ենք անում, որպեսզի կամաց սկսեք, բայց պարոն Թորոսյան, հիմա այդ մարդիկ ինչ պետք է անեն։ Բանկերը գիտեն այդ գործընթացը, մենք ունենք նաեւ կայքում տեղեկատվություն, որ բանկերն են
աշխատում այս ծրագրի շրջանակներում, բայց վստահ եմ այս մեր քաղաքացիները ամենալավը գիտեն այդ ամեն ինչը։ Հարության կյանքը ավելի որակյալ դարձնելու համար ըստ Նիկոլ Փաշինյանի պետք է ավելի որակյալ դարձնել հանրային ոլորտի կառավարումը, դրա համար Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է լրացուցիչ ներդրումներ այդ ոլորտում։ Նրա ձևակերպմամբ սակայն հանրային ոլորտը առնվազն ենթագիտակցական եւ էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է։ Հայաստանի կառավարության վերջին 1.5 տարվա քաղաքականությունը ըստ Փաշինյանի ուղղված է հանրային ոլորտում մեծ ներդրումների իրականացմանը։ Մի օրինակ կա, որ ամենաշատ տպավորություններից մեկն եմ ստացել այդ օրինակից, երբ որ Միացյալ Նահանգների դեպի լուսին Ապոլոն ծրագրի մեկնարկի համար աշխատել են ավելի քան 400,000 գիտնական։ Մենք իհարկե մեր հազարամյա պատմության ընթացքում երբեք չենք պլանավորել եւ ցավոք այսօր էլ չենք պլանավորում թռնել լուսին։ Եվ դրա համար կա ընդամենը մի պատճառ։ Այդ 400,000 գիտնականի եւ պրոֆեսիոնալի բացակայությունը։ Ինչ առաջընթաց ենք ունեցել կոռուպցիայի դեմ պայքարում, հակակոռուպցիոնի նախագահին պատգամավորները կոնկրետ հարցեր են ուղղել, թե ինչու ենք 65-րդ համաշխարհային սանդղակում։ Մասնագետների գնահատմամբ ժամանակին առաջընթաց ունեինք, որին հետևեց լճացումը, ապա հովանավորչության դեպքերը կառավարման համակարգում։ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համատիվը 2025 թվականին 46 միավոր է եղել, ինչի հետևանքով Հայաստանը համաշխարհային սանդղակում տեղավորվել է 65-րդ տեղում։ Հայաստանի հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան օրերս հանդես էր եկել հայտարարությամբ, որում ֆիքսել էր, որ սա լուրջ շեղում է կառավարության իսկ սահմանած նպատակից, որը 55 միավորն էր, այլ ոչ թե 46-ը։ Սա վկայում է, որ գործադիրի հակակոռուպցիոն քաղաքականությունը չի տալիս սպասված արդյունք։ Կոռուպցիայի դեմ պայքարում ունեցած հաջողություններ օրենսդիրներին ներկայացնող հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հենց այս համատեքստում պատգամավորները կոնկրետ հարցեր ուղղեցին վերջերս։ Քովիդի գործից ինչ կա COVID-19-ի։ Մոտ 6 տարի այդ քննությունը գնում է։ Արսեն Թորոսյանը ուժային կառույցներին ամեն ինչի մեջ մեղադրեց պոպուլիզմի, ոչ պրոֆեսիոնալիզմի, դիլետանտության։ Ու հիմա ինքը նախարար է, իսկ դուք 6 տարի այդ գործը քննում եք։ Այն պայմաններում, երբ ֆինանսների նախարարությունը մի մեծ եզրակացություն է տվել, դատարանում եւս այսինքն ընթացիկ վարույթ ունենք, իսկ այն մասով, որը շարունակում է հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը, իրականացվում են անհրաժեշտ քերադատավարական գործողություններ, եւ երբ որ այդ վարույթները հասնեն իրենց տրամաբանական ավարտին, դուք եւ հանրությունը այդ մասին կիրազեկվի։ Չնայած վերջին տարիներին ստեղծվել են կոռուպցիայի դեմ պայքարի մարմիններ, որոնք համալրվել են արեստավարժ հարյուրավոր մասնագետներով, այդուհանդերձ 2020-21 թվականների համեմատ այս ոլորտում արձանագրվել են նույնիսկ նահանջ։ Սա ցույց է տալիս, որ ինստիտուցիոնալ փոփոխությունները կիսատ են մնացել, կամ էլ մնացել են թղթի վրա, կամ էլ ձևական բնույթ են կրում, նշում են մասնագետները։ 21-ին նույնպես լավ տվյալներ էր 20 թվականի համար եւ 6 դրանով ամեն ինչ ավարտվեց։ Հետո մտանք լճացման փուլ 18-19 թվականին սպասելիքները մեծ էին, դա էլ ազդեց ընկալումների վրա։ Հետագայում մարդիկ տեսան, որ առանձնապես իրավիճակը շատ չփոխվեց եւ ընկալումներն էլ վատացան։ Մասնագետները վերջին տարիներին արձանագրում են հովանավորչության մտահոգիչ դեպքեր կառավարման համակարգում։ Նաեւ շահերի բախման օրինակներ են ֆիքսում, որոնք հայտնաբերվում եւ բարձրաձայնվում են լրատվամիջոցների շնորհիվ։ Դրանց էլ ուշացած արձագանքում են պատասխանատու մարմինները, սակայն կա տպավորություն, որ երկրում այդպես էլ չի ձևավորվում կոռուպցիայի հակազդման արդյունավետ համակարգ։ Բարձել արդյոք համակարգային բնույթ ունի թե ոչ, հասկանալ, որքանով են Բարսաշյան Պաշտոնյանը ներգրաված կոռուպցիայի մեջ, կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ, այդ ամենը չի արվել այդպիսի մանրակրկիտ եւ սիստեմավորված ուսումնասիրություն։ Մեծ հաշվով երկրում կոռուպցիայի տարածվածության չափման հստակ միջոց գոյություն չունի։ Կոռուպցիայի ընկալման համատիվը ցույց է տալիս, թե տվյալ երկրի պետական հատվածը քաղաքացիների, փորձագետների եւ գործարարների գնահատականներով որքան է կոռումպացված։ Այդ ամենը պետք է բերի նրան, որ մենք ավելի լավ ապրենք։ Միգուցե շատ պրիմիտիվ բան եմ ասում, բայց եթե դուք չեք տեսնում, որ վիճակը ավելի լավ է, տեսնում եք սոցիալական անարդարություն, ու երբ որ բնականաբար առաջացնում է դժգոհություն, մարդիկ փորձում են հասկանալ, թե ինչու՞ն է պատճառը։ Պատճառը բերում են նաև կոռուպցիա։ Կոռուպցիայի դեմ պայքարի մասով հանրության հուսախաբությանը նպաստում են նաև տասնյակներով քրեական գործերը, որոնք կամ չեն հասնում դատարան, կամ էլ փլուզվում են դատարանում, ապացույցների ոչ բավարար լինելու պատճառով։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։
Ավտովթարից մեքենան վնասվելու կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ապահովագրական հատուցման սահմանաչափը կփոխվի, հաջորդ ամսվա սկզբից փոխհատուցման բարձրացումներ են սպասվում։ Մասնագետները վստահեցնում են, թե ապայի պայմանագրերի նոր թանկացումներ չեն լինի, իսկ արդյոք կպակասեն վթարները այս փոփոխությունների արդյունքում։ Դավիթ Թադևոսյանի ռեպորտաժում։ Ապրիլի 1-ից Հայաստանում վարորդներին սպասվում են նոր փոփոխություններ, ապա համակարգում բարձրացվում են հատուցումների առավելագույն սահմանաչափերը։ Նոր կարգավորումներով գույքային վնասների հատուցման սահմանաչափը 1.8 միլիոն դրամից կդառնա 2.5 միլիոն, առողջական վնասների դեպքում 3.3 միլիոնից կհասնի 3.5 միլիոն դրամի, իսկ մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող ընդհանուր գումարների սահմանաչափերը համապատասխանաբար կդառնան 25 միլիոն եւ 35 միլիոն դրամ։ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը ասում է, որ որոշման կայացման համար հիմք են ծառայել ապա համակարգի զարգացման ռազմավարությունը։ Մոտավոր 94% վնասների հատուցում էր կատարվում, այսինքն պարզա չէ, եթե ենթադրենք 1.8 միլիոնա սահմանաչափը, բայց 2.5 միլիոնա վնաս է եղել, ուրեմն 700,000 չէր հատուցվում։ Եվ քանի որ մենք նպատակ չունեինք եւ դա ճիշտ չի ձգտել 100%-ի, որովհետեւ ինքը ըստ էության ապահովագրությունը պետք է ինչ-որ մի չափ միշտ, ասենք ոնց որ պահպանի չվճարումը, որպեսզի այսպես ասած շահագրգռվածությունը պատահարներում ներգրավելու որոշ չափով չմեծանա։ Ծրագրից օգտվելու են նաև այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել մինչև սակագների բարձրացումը։ Բյուրոյի տնօրենի խոսքով այս պատճառով ապահովագրական վճարի ավելացում չի լինելու, սակայն նա չի էլ բացառում այլ պատճառներով գների բարձրացումը։ Նախատեսվում են նաև այնպիսի գործողություններ, որոնք կնվազեցնեն պատահարների հաճախականությունը, որոնց կարևորագույն ուղղություններից են ճանապարհների կահավորվածության վիճակի, վարորդների վարքագծի եւ մեքենաների վիճակի բարելավումները, որոնք կատարելու համար բյուրոն համագործակցում է տարբեր կառույցների հետ։ Աշխատանքներ են կատարվում նաև բարելավել պատահարների քարտեզի ձևավորումը, որը պետք է աշխատի օնլայն ռեժիմով, ինչը հնարավորություն կտա վերլուծել պատահարների պատճառները։ Կարելի է տեսնել, այսպես ասած, սև կետեր, որտեղ շատ պատահարներ են լինում, վերլուծել, հասկանալ ցանկացած տեղ, վերլուծել, հասկանալ դրա պատճառները, ինչի այդ պատճառները լինում, որովհետև, չգիտեմ, վարորդներն են նորը, որով մեքենաներն են վատը, թե այնտեղ ինչ-որ վատ նշաններ, սխալ նշաններ, եւ այլն։ Ու դրա հիմա վրա ինչ-որ գործողություններ անել, բայց դա կոմպլեքս աշխատանք է։ Մասնագետների խոսքով փոփոխությունները թեպետ ուրախալի են, սակայն էական ազդեցություն չեն ունենա, քանի որ մարդկանց ապա պայմանագրերը թանկացել են։ Նրանց կարծիքով փոփոխությունը չի ազդի նաև վարորդների վարքագծի վրա, բայց կազդի մարդկանց գրպանի վրա։ 20 կամ 40%-ով գումար ավակագրվում, այսինքն ապահովագրական պորտֆելը այդքանով մեծանում է։ Ստեղ ունենում ենք, այսպես ասած, գերշահույթ, էլի։ Հիմա որպեսզի այդ գերշահույթը չառաջանա, դրա համար էլ ասում են եկեք որոշակի այսպես փոխհատուցում ներմուծենք, մտցնենք, որպեսզի այդ կրճատվի։ Իսկ ինքը երթևեկության վրա ոչ թե մի փոքր կազդի, չգիտեմ, մի տոկոս, այլ բացարձակապես ազդեցություն չունեցող գործոն է։ Քարտեզների հետ կապված մասնագետները ասում են, որ վիճակագրություն տարվում է, սակայն աշխատանքները հետևողական չեն։ Նրանց խոսքով ապա բյուրոն այն կառույցը չէ, որ պետք է իրականացնի դա։ Մասնագետները պնդում են, որ ապահովագրավճարը միայն բոնուս-մալուսից չէ, որ կախված է։ Դավիթ Թադևոսյան, Ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Երևանի կեղտոտ օդը օնկոլոգիական հիվանդությունների պատճառ, մասնագետների ահազանգը։ Դաժան ծեծի հետևանքով 1 տարեկան երեխան շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանությունը պարզել է երեխային դիտավորյալ են ծեծել։ Մեթեոաշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Նոր կարգավորումներ են նախատեսվում նախադպրոցական կրթության մասին օրենքում, փոփոխություններով առաջարկվում է նախակրթարանի հիմնական տարիքային շեմը երեխաների համար սահմանել 4-ից 6 տարեկանը 5-ի փոխարեն։ Միևնույն ժամանակ այն բնակավայրերում, որտեղ գործում է միայն 1 նախադպրոցական ծառայություն, ըստ ԳԳՄՍ նախարարի նախատեսվում է ստեղծել նախակրթարաններ նաև 3-ից 6 տարեկան երեխաների համար։ Միջազգային տարբեր հետազոտությունները, այդ թվում մեր երկրում անցկացված, ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածությունը էապես ազդում է երեխայի հետագա արդյունքների վրա դպրոցում։ Այս տրամաբանության մեջ մենք առաջարկում ենք օրենքում կատարել փոփոխություն, տարիքային շեմը վերանայել։
Դպրոց չգնալ, այլ աշխատել հողամասում, օգնել ծնողներին հոգալ ապրուստի ծախսերը, մասնագետների կարծիքով սա երեխայի կրթության իրավունքի կոպիտ խախտում է, անգամ թրաֆիքինգ կարող է դիտարկվել։ Վերաքննիչ պալատի տվյալով Հայաստանում երեխաների 20%-ը դպրոց չի հաճախում, քաղաքաբնակ դեռահասների դպրոց չհաճախելու պատճառն էլ կրկնուսուցույցների մոտ պարապելն է։ Հայաստանում պաշտոնապես հայտարարված է, ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթությունից։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, այս նպատակը դեռևս չի դարձել ամբողջությամբ իրագործված։ Որոշ պաշտոնյաներ վստահեցնում են կրթական համակարգը գրեթե ամբողջությամբ ընդգրկում է երեխաներին, բայց այլ տվյալներով պատկերն այլ է։ Հատկապես ավագ դպրոցներում դպրոց հաճախելը այլևս համատարած չէ։ Դեռևս 2022 թվականին UNICEF-ը հրապարակել էր վերլուծություն, ըստ որի դպրոցական տարիքի յուրաքանչյուր 10 երեխայից մեկը ընդգրկված չէ տարական կամ միջին դպրոցում։ Կրթության ոլորտի մասնագետների խոսքով այս իրավիճակը երեխաների համար ստեղծում է մի շարք լուրջ ռիսկեր՝ կրթության բացակայություն, սոցիալական մեկուսացում, ապագայի սահմանափակումներ, ռիսկային միջավայր ընկնելու վտանգ, հոգեբանական խնդիրներ։ Առաջինը սոցիալական խնդիրների պատճառով կարող են դպրոց չհաճախել հատկապես բարձր լեռնային, հեռավոր ու սահմանամերձ շրջանների երեխաները, ասում է փորձագետը։ Մյուս խնդիրը, որ էլի ծնողները բարձրաձայնում են, դա այն է, որ երեխաները ավելի լավ է օգնեն ծնողներին աշխատանքի առումով, իրենց բառերն եմ ասում, հաց վաստակեն ընտանիքի համար, քան թե գնան դպրոցում սովորելու։ Փորձագետի խոսքով այս երեխաները օգնելով իրենց ծնողներին դպրոց գնում են հիմնականում միայն ձմռանը, երբ շատ գյուղատնտեսական կամ անասնապահական խնդիրներ չկան։ Մյուս խնդիրը, որը տարածված է բարձր դասարաններում, կրկնուսույցի մոտ գնալն է, որը առավել տարածված է քաղաքային բնակավայրերում։ Իսկ Վերաքննիչ պալատի անցյալ տարվա տվյալներով Հայաստանում դպրոցահասակ երեխաների 20%-ը դպրոց չի գնում։ Երեխայի իրավունքները միանշանակ խախտվում են, պնդում է փաստաբանն ու հավելում։ Օրենքով սահմանված է, որ անչափահասները կարող են ներգրավել աշխատանքներում, սակայն երեխաները մեծահասակ մարդկանց նման են աշխատում մարզերում, զրկվելով կրթություն ստանալու լիարժեք իրավունքից։ Միանշանակ թրաֆիքինգ որոշ դեպքերում կարող է դիտարկվել, որովհետև անչափահասը չունի այն ֆիզիկական հատկանիշները առնվազն, որպեսզի ծանր աշխատանք կատարի։ Փաստաբանն ասում է, օրենքի համաձայն նման դեպքերում խնամակալության մարմինները պարտավոր են միջամտել, սակայն գործնականում խնդիրները հաճախ մնում են չլուծված, մինչդեռ օրենքը հստակ է։ Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք, բայց այդ իրավունքը լիարժեք չի ապահովում։ Հարյուրավոր երեխաների ապագան շարունակում է մնալ վտանգի տակ։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում օրենքը թույլ է տալիս երեխային դպրոց չտանելու համար զրկել ծնողական իրավունքներից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում օնկոլոգիական հիվանդությունների թիվը աճել է շուրջ 20%-ով, մասնագետները ահազանգում են այս աճի կարևոր գործոններից մեկը կարող է լինել Երևանում օդի աղտոտվածության բարձր մակարդակը։ Մայրաքաղաքում օդի որակը հաճախ չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Մեքենաների արտանետումները, շինարարական փոշին եւ արդյունաբերական աղբյուրները նպաստում են վնասակար մասնիկների կուտակմանը, որոնք հեշտությամբ ներթափանցում են մարդու օրգանիզմ։ Մասնագետների խոսքով երկարատև ազդեցությունը նման միջավայրում կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման ռիսկը, հատկապես շնչառական համակարգում։ Սակայն մասնագետները նաև ընդգծում են, խնդիրը բազմագործոն է։ Բացի օդի աղտոտվածությունից կարևոր դեր ունեն նաև կենսակերպը, ծխելը, սննդակարգը եւ գենետիկ նախատրամադրվածությունը։ Լուրջ խնդիր ունենք չկանոնակարգված, չհետևող սննդակարգին, այսինքն Հայաստանում սննդի որակի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կա։ Բազմիցս եղել են հրապարակումներ կոնկրետ ներկրվող կաթնամթերքի հումքի վերաբերյալ, ինչպես նաև մենք օգտագործում ենք սնունդ, որը որ հորմոնալ բաղադրություն ունի, օրինակ մսամթերքը։ Սեփական երիկամը վաճառել 40-ից 60 հազար ամերիկյան դոլարի դիմաց առաջարկը Արմենիա բուժ կենտրոնի բժշկուհին է արել իր ազգականին։ Քննչական կոմիտեն հանրային քրեական հետապնդում է հարուցել վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հերքել է մամուլում տարածված տեղեկությունները, թե ինքը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնանկության հարցը գիտաշխատողների հետ հանդիպմանը հիմնավորել է հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները պատշաճ չվերահսկելու հանգամանքով։ Ինստիտուտում Արցախի հարցերով զբաղվող բաժինը փակվելու է, ի պատասխան լրագրողի հարցին Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտական հետազոտական գործունեության հետ կապված որևէ փոփոխություն նախատեսված չէ։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին դատարանն ազատել է տնային կալանքից նրա նկատմամբ կիրառելով բացակայելու արգելք, ինչպես նաև վարչական հսկողություն։ Սրբազանը չի կարող այցելել միայն թեմի առաջնորդարան, ինչպես նաև շփում ունենալ այս գործով անցնող վկաների հետ։ Գլխավոր դրամատանը քննարկել են 1000 և 10000 դրամանոց թղթադրամների նմանության հարցը, սակայն ըստ Կենտրոնական բանկի նախագահի դրանց փոփոխությունը մեծ ծախսեր կպահանջի։ Այժմ ամբողջ սերիան չեն փոխի, նպատակահարմար չեն համարում։ Գալստյանի խոսքով թղթադրամների մեջ գունային որոշ նմանություն կա, բայց մարդիկ կարող են տարբերել դրանք, ինչպես դոլարի տարբեր թղթադրամների դեպքում։ Թեպետ ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանում նախորդ տարի 2024 թվականի համեմատ ընտանեկան բռնությունների դեպքերը 27% ավելացել են, ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ունենք ոչ թե ընտանեկան բռնությունների դրսևորումների ավելացումներ, այլ դիմելիության։ Ինչ վերաբերում է երեկվա միջադեպին, երբ 1-ամյա երեխան դաժան ծեծի հետևանքով հայտնվել էր բուժկենտրոնում, Արփինե Սարգսյանը նշել է, որ ոստիկանությունը պարզել է սա դիտավորյալ արարքի հետևանք է։ Ոստիկանությունում տեղեկություն են ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Տղամարդուն ձերբակալել են, ներկայացրել նախաքննական մարմին։ Զննությամբ նրա բնակարանից հայտնաբերել են ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված, որից գրեթե 6 կիլոգրամը գոմից, մյուս մասը չորացված ու մանրացված տան նկուղից և խորդանոցից։ Տանտերը հայտնել է, որ իրավապահների հայտնաբերածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որն ինքն է ցանել, աճեցրել, քաղել, չորացրել, մանրացրել ու պահել։ Առաջիկա ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի դպրոցներում կներդնեն արհեստական բանականության դասընթացներ, այժմ երկրի 41 դպրոցի ավագ դասարաններում գործում են այդ ծրագրերը մասնավոր ֆինանսավորմամբ, համընդհանուր ներդրումը կլինի պետական աջակցությամբ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, ջերմաստիճանը կբարձրանա ևս 6 նիշ, վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 11 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 19, Լոռիում 10-ից 13, Տավուշում 12-ից 15 աստիճան, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 16-ից 19, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 14-ից 18, Սյունիքի նախալեռներում 8-ից 12 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների, կայուն պայմաններում։ Այս գիշեր սպասվում է 2-ից 4, ցերեկը 16-ից 18, երեկոյան 9-ից 11 աստիճան։ Հրաժեշտից առաջ հիշեցնեմ, որ մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս և մաղթում խաղաղ գիշեր։